Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, մեր մոտ ժամը 6-ն է, առավոտ շուտ։ Աղունիկներ այդ աղկանոցում։ Աղջիկներս առավոտ շուտ, քանի դեռ քարտ լռություն է, բոլորը քնած են, այդ սուրճ են վայելում, ընթացքում պատասխանում եմ ձեր մեկնաբանություններին, որպեսզի անցնեմ մոնտաժի։ Երեխեքին պետք է ճանապարհեմ դպրոց, մանկապարտեզ եւ արդեն անցնեմ իմ գործերին։ Ես բոլորիս հիանալի օր եմ մաղթում, եկեք միասին սրճենք։ Աղջիկներս նենց հավես է, առավոտ շուտ, բոլորից շուտ արթնանալը եւ բոլորը քնած են, ոչ մեկ քեզանից ոչինչ չի ուզում, երեխեքը, ամուսինդ, ոչ մեկ բացարձակ։ Մենակ դու ես հանգիստ նստած քո սուրճը եւ 1 ժամ վայելում ես այդ լռությունը։ Եթե երեխեքի հետ եք արթնանում, եթե ձեր ամուսնու հետ եք արթնանում, ապա փորձեք միայնակ արթնանալ, հենց երբ իրենք քնած են այդ ժամանակ, որովհետև այդ ժամանակ շատ մեծ էներգիա եք ստանում, ձեր ուղեղը հանգիստ է լինում, ոչ մեկ ձեզանից ոչինչ չի պահանջում, այդ ընթացքում ժամանակ եք ունենում ինքներդ ձեզանով զբաղվելու եւ արդեն պատրաստ եք լինում, իրանք արթնանում են ու սկսվում է մամես տուր, մամեն տուր, մամես եմ ուզում, մամեն եմ ուզում ու դու արդեն բավականին էներգիա ես ունենում, որպեսզի իրենց դիմավորես։ Ես իմ փորձից եմ ասում, առաջին անգամ եմ այսպես շատ շուտ արթնացել, երբ բոլորը քնած են եւ ուզում եմ որ շարունակական լինի, ել չալարեմ, չքնեմ մինչեւ ժամը 7-ը, որովհետեւ ես միշտ ժամը 7-ին եմ արթնանում, լինում է որ 6:30, 7-ին եմ արթնանում, բայց այս անգամ բացառություններ եւ բոլորից շուտ էի արթնացել։ Ճիշտ է, ձեզ ժամը 6-ին էի միացել, բայց 5:30-ից արդեն արթուն էի։ Այդպես մոնտաժս վերջացրեցի, տեսահոլովակս տեղադրեցի, մեկնաբանություններին պատասխանեցի այդ ընթացքում եւ իհարկե այն գործերը արեցի, որոնք որ այդ ժամանակ արդեն կարայի անեի։ Այնպես որ դուք էլ փորձեք շուտ արթնանալ եւ կտեսնեք, որ էներգիայով լի եք ամբողջ օրվա ընթացքում։ Տղաներիս ճանապարհեցի դպրոց, մանկապարտեզ, իսկ այստեղ Էլինայի խնամքով եմ զբաղված։ Պետք է ինքը ամբողջ օրը հարդարված լինի, սիրուն, հագնված, մաքուր, ակուրատնի։ Ինքը սիրում է, որ ամեն ինչ տեղը տեղին է լինում, նույնիսկ առավոտ շուտ ինքն է գալիս, ասում մամատամներս լվանամ եւ այլն։ Ճիշտ է, ինքը լողանալ չի սիրում, բայց ամբողջ օրվա մեջ թողնես ինքը վաննայից դուրս չի գա։ Ինչ շատ են գրում Աննա ջան, աղջիկն է շատ մեծ խնամքի, այսպես կարիք զգում, թե տղան, ու աղջկան եք շատ մեծ ժամանակ հատկացնում խնամքի, թե տղաների։ Ես այս ձև կասեմ, երեքին էլ մեծ ուշադրություն են ուզում, մեծ խնամք է պահանջում երեքին էլ, այն որ նույնն է, տարբերություն չկա, աղջիկ թե տղա, նույն նրբություններն է, մոտեցումները պետք է երեքն էլ մաքուր լինեն, ակուրատնի լինեն եւ ինձ համար, որ ասեմ հեշտ է եւ դժվար է, չէ, սովորական է, ամեն օր իրանք պետք է պարտադիր վաննա մտնեն դուրս գան, ատամները պետք է լվանան, խոսքով տարբերություն չկա աղջիկ թե տղա, եթե ունես երեխա, պետք է պարտադիր խնամես։
ասենք եթե օրվա ընթացքում ժամանակ չես ունենում նույնիսկ քո մազերը հավաքես, բայց երեխեքին պետքա միշտ այսպես խնամված պահես։ Տնենք, սիրուն տնի մաման։ Չես ուզում։ Արի ականջողներ տնենք։ Արի, բայց չէ դու ես ականջող մոռացել է։ Հələ այս մեկ ինչ լավն է, բայց մեկին ուրա անկելա մեր մանկության օղերը հիշում եք սենց կնոպկայով։ Մաման տնի։ Սասմա։ Ինչքան շատ էի սիրում։ Տնեմ սիրուն, չի թողնում ոչ մի բան տնեմ, դե տուր, գնացինք, գնանք ատամներդ լվա, կապեմ ես ռեզինով, շորիդ հետ սիրուն խոսում եմ, արի կապեմ, արի, դե գնանք, գնացինք, մի հատ ասա բարև ձեզ, ինչ ես անում, Դու պիանում է, ասա ատամներս եմ լվանում, ապան լվանում, դու մամանան, դուր ես լսնեմ, Այսո, դուր, ասո, դու չես կարա, դու մաման անի, բեր, ամեն գնով ուզում այնք անի, բեր ես անեմ, պահի դու չոտ կպայի մաման տա, Չոտ է, հա, դու պահի մաման լսնի, սպասի, մի քիչ ջուր արա, նոր լվա, Գյորգին խոզերի կերը բերեց աղջիկներս, արդեն մեքենայի ձենը լսում եմ գնամ արագ կոֆե դնեմ 2 հատ, տեսնեմ 2 հոգի են, թե 3, մինչև իմ աղջիկ իր ատամները լվանա, հեռախոսին ձեռք չտաս, լավ Էլինա, իսկ այստեղ կատնա եփվել, աղջիկներս մեր գրավորների ժամն է, Էրիկը իր տնայիններն է գրում, ես էլ ինչպես միշտ իր կողքը նստած, ահա հաջորդը, սիրուն հատիկ գրում մտեղ ես, Էլինա ես քնացրել եմ ժամը արդեն 2-ն է, հիմա մտածում եմ գնամ բլինչիկներ պատրաստեմ, երեկ Արսենս բլինչիկ էր ուզում, կամ փանկեկ, это в прошлом году, ինչ, в прошлом году это было, ինչ, ну, բլինչիկ, ага, который я сам կաթեփել արդեն, դրսում քամի, փոթորիկ, շատ վատ եղանակ եմ, որ չես էլ ուզում տանից դուրս գաս, Էսի, անհայտ թվերն է տեղադրում, անենց եմ սիրել մաթեմատիկա, չեք պատկերացնի, հատկապես հանրահաշիվ շատ եմ սիրել,
Մաթեմատիկան վերջացնում է, անցնում ենք ռուսաց, մուզիկա դա կանցը, ապրես։ Հանի, ռուսերենը թանի։ Սեղքան եզրեսը չի։ Սեղսախ хорошие։ Մենակը իր գրավորն է, որտեղ կա ինքը ջնջում է, նորից է գրում, այդ շատ վատ է, էլի։ Պետք է ուղի սաղ։ Այդպես։ Աղջիկներս սուրճի ժամ եմ, ես անգամ ես ինչ է ես կոֆեի տանունը։ Հենա։ Մի խոսքով են կոֆեները։ Ռասվարինա, կանաչ։ Սուրճ ենք ժամ արդեն 3:10 է, գնալու ենք Արսենին վերցնենք, այնտեղից խանութ գնանք, կաղամ բառնեմ, տեսնեմ լավ կաղամ կա տոլմայի համար։ 934։ Ահա։ Սուրճ չգիտեմ։ Չգիտեմ։ Ես իմ համորն չգիտեմ, մենակ եմ տեսնում բիլայնն եմ լավ հիշում, ես կրետվան չեմ հիշում։ Աննային 019։ Տեսնենք էլ ինչ կա չկա, ուզում եմ այսպես ճապոնական ալազիներ պատրաստեմ։ Համալիքի համար, համես համար, երեխու խոսք եմ տվեք, աղա այդ հենց հիմա պատրաստեմ, չէ հիմա չեմ հասցնի։ Արսենին բերեմ նոր, որ հանգիստ գործ անեմ։ Սպերբանք։ Այդպես։ Սում են Ինչ հեսեր։ է ուզում ասեմ։ Գյորգի նոր ատուն եկել։ Գրեթե գործերը վերջացած մի խոսքով կա, հա, տանն ես էլի, տեղ չունես գնալու այսօր։ Սուրճ չէ, դե ավտոն տանես, ագամ մետամ ավտոն լավամ։ Լավամ ունե կուծել եմ կորզի։ Ավտոն մի ժամ չի տևի էլի։ Այս ես մեմ ինչ ավզում իմանա։ Դու չգիտես ես ինչ եմ ուզում իմանամ։ Էլինան քանի քնածա շուտ կնանք կանք։ Չնայած 3:30 են Արսենն վերջացնում։ Այսօր 3 շաբթի է, չէ՞, 4 շաբթի, 5 շաբթի։ Պյատնիցան ուրբաթա չէ՞ գնամ։ Այդո։ Ես այդ ուրբաթն ու 5 շաբթին խառնում եմ իրար։ Չիտվերքն էլ գիտեմ 4 շաբթի է, ասենց, հա։ Երիկանք պետք է հայկական քոչարի պարեն։ Արդեն երաշտությունն ուղարկել ավսուս չուն։ Այսօր իրիկու կմիացնեմ, տղուտ հետ քոչարի կպարես։ Ես չեմ կարում քոչկատ ասма հետ ես գնեմ, 2 հատ կողքի ես։ Ո՞վ ասեմ։ Երիկա 2 հատ սենց ես, այս լական չի կանենց լավ է պարում, սենց սեղներ, սենց հարած, սենց որ իրար ուսուսի տված պարում է։ Ես ուներ չինեմ պարու գատ հետ։ Ի որ իրար ուսուսի են տալի 2 հատ են կոմ են գնան, ոտը առաջ նորից ես կոմ են գալի էլի։ Ընդ դպրոցն ասորվե։ Հա։ Ո՞վ ասորվեցրե։ Դասատուն ով։ Հայրեն քոչարի։ Հա, հենա, լտուր հեռախոսությունը Ելենա Իվանովնա, լտուր։ Նա չի բացա։ Խանգարա քոչ բանդ։ Դե կփակեմ ցենա։ Եղեքը։ Բախի եմ հացաման ուղարկի հայկական տարասուրտանով։ Պետք է հայկականությունը ներկայացնել։ Անդի դրանք երեխեքով քան է աշակերտ հայկա։ 3։ 3-ով դի պարեն էդի։ Չէ, իրանք սաղ դասանով պարել են։ Դի Հայաստանը իրանք ներկայացնեն։ Հա, պետք է հայկականը ներկայացնեն։ Սաղով պարել են։ Вообще դրոցը դասարան իրանք Հայաստանում ներկայացնա։ Հա։ Բա ասել են ով տանից ինչ հայկական ունի, բերեք, ես ուղարկել եմ։ Անա կաղախոսքի Նույնիսկ հայկական բլյուդները, ուտեստները։ Հա, դու չես ուզում հասկանաս։ Կաղա դասարանի մեջ հասկանաս երնի խոսքի հայկական, ռուսական դե իրանք։ Հասկական չէ մերիկին։
Երգին մենակ թողել ենք Էլինայի մոտ։ Եկել արագ-արագ մեր գնումները կատարենք, գնանք Արսենին վերցնենք ու գնանք ճապոնական ալազիներ պատրաստելու։ Ряженка, кефир, творог, глазированные сырки, сгущенное молоко и многое другое. Станция молочная. Всегда свежая, потому что рядом. Эксклюзивно в магазинах «Пятерочка». Գների հետ դուք ծանոթացեք աղջիկներս, ես մոտիկից ցույց եմ տալի, որպեսզի համեմատեք ձեր մոտի գների հետ, գիտեմ, որ առևտուր շատ եք սիրում, խանութ գնալ շատ եք սիրում, ինչպես որ ես եմ շատ սիրում վլոգներում նայել։ Մեր մոտի գների հետ էսպես նայում, համեմատում եմ։ Սոխը տեսնում եք 49 ռուբլիա, կարտոֆիլը 70, 80, կարտոֆիլի գների մասին չխոսեմ, բավականին թանկ են։ Առաջ թե 1020 ռուբլի էր 15, հիմա արդեն 42-ը, բավականին գները բարձրացել են, այնպես որ սիրուններս, գիտեմ ձեր մոտելա թանկ, հիմա էժան ոչ միտեղ ոչ մի բան չկա, ինչն էլ լեժանա ընդհանրապես ուտելու ենթակա չէ։ 49 ռուբլի է դոլը, սիրուն սումկեքա։ Կարտոշկայի մոլից անում չէ։ Հա, իմ մոտ է կա կարտոշկա։ Մոլ կա։ Հա։ Կա, բայց եկել ենք կաղամբի հետևից։ Շատ է փոքր։ Ներքև չի։ Դրցած լավ է։ Դա Հա, ստե ոսկ չկա։ Չերչևից է։ Հա։ Հələ մի հատ բան տուրե, չի այսեր։ Ասի։ Չէ, այդի։ Սև է։ Ինչի սևն է։ Չի այ։ Ինչ արժե։ 70 ռուբլի։ Ահա։ Չի ո՞րն է։ Սինց։ Չերչևից անը։ Հա, մի հատ տուր։ Աստեղ լավ է ժանա։ Անդեղ 140 է։ Մոլոդյոց։ Մնացինք առանց տոլմի աղջիկեք ջան, ոչ միտեղ կաղամ չկա, կա ուղղակի փոքր է, սալաթի համար է, կամ ասենք մեկ ժում բորշեփելու համար է, միսս է սառնարանում է, շուտ համեմեմ ու վերցնեմ, տեսնենք կա չկա, լնայք ինչ սիրուն է, միջև հիշում եմ, որ պետք է դանդաղ նկարեմ, անցնում ենք Եկան։ Գյորգի Պերվի և Գյորգի Վտարոյ։ Ասում են Արսենան հենց մանգալի, ոնց որ կոպիա Գյորգին մանգա։ Պրիվետ։ Մամա։ Ջան։ Էй, պապ, կայցի։ Հետի պետք չի բալես, եսա հասնում ենք տուն։ Ոնց ես։ Աղջիկներս գնացել է խանութ ընդամենը կաղամբ կնելու և չկարողացա մնացածի կողքով էլ անտարբեր անցնել։ Հիմա արագ-արագ ցույց տամ ինչեր եմ առել ու անցնենք գործի։ Տապշկեք փոխիր։ Հա։ Այ մի հատ պատճեմ։ Այ մարտեմ ճոնիտ։ Так, աղջիկներս։ Վայ, դու զարթնել ես։ Ինչ ասում։ Ով ազում ջուր։ Ջուր տամ։ Անդուտ Էլինային։ Գոնց, ան։ Ան ջուրը տես մաման ինչ առ Էլինայի համար։ Ինչ։ Մաշինք են հլա չի եկե։ Մորքուն իրանց համար նվերներ ա ուղարկել, գետի նվերներն ա եկե, ձեր չի եկե բալես։ Կաղամբ։ Ես քանի կարծեմ 116 ռուբլի են տվել։ Հա։ Ոստ 70 ռուբլի։ Նոր խանութ ա բացվել, ուտեղ ավելի մատչելի ա։ Կամ էլ արդեն գներն ա եկել։ Նարինջ։ Да. Тур. Տոմատի մածու, կապի մողջիկը։
Հաշի ամարը։ Ինչի համար է։ Հաշի։ Հացի, մամա պետք է տոլմա էփի։ Դա Բանան։ Բանանի։ չի այսել։ Մաշի ֆոֆետո։ Ինչա։ Բանանը։ Բանան։ Բանան, էսա մաման կլվանա կտա, հա։ Մատա տապիցի։ Դրա մապանակ։ Մատա տո։ Ապիցի։ Մատա պիցի։ Խնձոր։ Մատա պիցի։ Հա, պարես։ Էջի խոտու։ Բազուկ։ Խոտու։ Դու բատու։ Դա։ Դու բատու կրելու։ Սոխ։ Դոդոդա։ Մամա դոդոդա։ Կորտոշկա, հա։ Դոդոդա։ Սպասի արդեն ջան։ Պլիտկաներ, շոկոլադ, Տատատկա։ կարտոֆիլ։ Արդեն ես կտանես, տնես կարտոֆիլի տեղը բալես։ Էս էլ է գազար։ Էս է դու կտանես, տնես ընդեղ։ Արսենի հետ էլի ստար բալես։ Իմ օգնականներն են էլի կարտոֆիլ։ Ընդամենը գնացել էի կաղամ գնեմ, որպեսի գամ տոլմա փաթաթեմ, բայց դե որ խանութ ես մտնում, չես կարող դատարկ տունգաս։ Ան բալես, էս էլ կարտեղը դի։ Զգուշ շորերի չկպցնես։ Հիմա ինչ ենք անում։ Արագ դասավորում եմ, երեխեքին միրգ եմ տալիս ու ես գնում եմ Արի Լևանա։ Հաջա։ Եվ հացերը վերցնեմ, կատի պանկան, հա, պալեր, շուրը տեղա, շուրելի տամ, բանանը կտրեմ, թե սենց տամ, ինչ անեմ, կտրեմ, Մեկ չես տուտուրեք, տոկա, մեկ չես տուտուրեք, հա, չեմ կտրեմ, հա, միածել է արդեն ջանամաննեի շորը տուր, ֆիլոն տուր միածել թեմ, չէ, են մեկը, շուշուտ արեք բալես, գործում եմ անելու, ան մեկը քեզ, մեկը Արսենին, մեկը Էրիկին, ան, էսի քեզ, դե գնա, պաժալուստ, էսի քեզ, էսի Էրիկին, ազատ եք, անու շուտ եք, մաման մերնի ձեր ջանին, նարի ժել կտրեմ, խնդորը նինպես, երեխեքին թողնում եմ Էրիկի մոտ ու ես անցնում գործի։ Այջան, ամեն ինչ բալես, ինչ ուզել էիք։ Который асикурацию, который... Ինչ ես ուզում Էրիկ ջան։ Չէ, բալես, չի այս սեր մերա։ Էսի մամային ապետ բալես տոր։ Երեխեքի համար վիտամիններ եմ առել։ Արդեն պետք է վիտամիններ տամ։ Նու վիտամինների հետ մեկտեղ էլ մրգերն եմ շատ գնում, որպեսզի շուշուտ չհիվանդանամ։ Ճիշտ է, հիմա ինչքան էլ որ այսպես փորձում ես առողջ պահել, հեռու պահել, մեկ է վիրուսը գալիս է եւ կպնում է։ Այդ իսկ պատճառով ցիտրուսները շատ եմ տալիս։ Հիմնականում կիվին էլ է շատ առողջ արար։ Կիվին, բանանը, նարինջը, մրգերը, բանջարեղենը նույնպես։ Արդեն սկսել են տվորը կուտել։ Ես իմ օրինակով իրանց
Ցույց եմ տալիս, որ օգտակար է, կարակ ուտեք եւ ուտում եք։ Առաջ որ տալիս է չէին ուզում։ Հիմա տեսնում են ես լավ ուտում եմ այսպես ախորժակով, իրանք էլ են ուտում։ Հիմա գնամ շուտ խոզերին կերակրեմ գամ ու ճապոնական բլիններ պատրաստեմ։ Շատ հաճախ էի առաջ պատրաստում։ Այսօր չգիտեմ ինչի մտքովս անցավ, որ կարելի է պատրաստել։ Երեխեքը բլինչիկ էին ուզում, դե շատ եմ բլինչիկ անում։ Ասեց, սպասեք ճապոնական կանեմ։ Գյորգին մեքենան տարավ լվանալու, աղաղա աշխատանքի է։ Ասեց դու գնա, ես այս գործերը տան կանեմ, էլի դրսի տան։ Այնպես որ այս տամ երեխեքին շուտ գնամ գամ։ Իսկ ես դա փոխվեմ ու անցնեմ դրսի գործը վերջացնեմ, նոր կամ տան գործը։ Ես էլ այսպես տանում երեխեքը վայել են։ Ես էլ շուտ գնամ գործերս անեմ կամ։ Հա, ջուլբաշ ջան, հլը նայք ինչ անում։ Նոր ես ինձ տեսնում, այսօր չէիր տեսել։ Հա? Այսօր չէիր տեսել։ Ջուլբաս։ Էսա գալու եմ քեզ խաշ տամ, խաշ ուտես։ Վերջապես եղանակները բացվում աղջկեք ջան, վերջապես, այսօր ընդհանրապես անձրև չի եկել, Փառք Աստծո, ուղղակի քամի է այսպես թեթև, ում ես նայում ջուլբաս։ Սևոն, կանչում է ջուլբազին, ոնց որ հալալ աղբերներ եղնեն, երկուսն էլ տղա են, հլը նայք, թրի հլը թրի, լավ դե քո ժամանակը չունեմ։ Հլը դե խելոք մնա։ Շուշուտ անցար։ Խոզերն ինձ են սպասում, սոված են։ Փոքր այսպես գոջիներն էլ են արդեն իրենց մոր հետ ուտում։ Եթե այն ժամանակ մորը 3 կոշ ենք տալիս, հիմա արդեն 6 ենք տալիս։ Փոքրերն էլ են հետ ուտում։ Ահա, ես իրանց։ Իսկ մեծերին արդեն ամեն մեկին 3 հատ ենք տալիս, որովհետև շատ մեծ են և լավ ուտում են էլի, եթե քիչ լսնես, սոված են մնում։ Մենք սենց 4 ենք տալի, աղջիկեք ջան, դուք ինչպես եք կերակրում, եթե ունեք, եթե կերակրում եք, Հայաստան ես գիտեմ թաց են կերցնում, բայց այստեղ եթե շատ ես պահում, դու չես կարա էլի թացը հասցնես, սենց 4 են տալիս այստեղ, չգիտեմ։ Աղջիկներս եկատունը մի անգամից անցագործի, ճապոնական ալադիներ են պատրաստում, այստեղ արդեն գրամներն եմ չափում, որպիսի ամեն ինչը ձեզ համար պարզ լինի։ Հա, բալես։ Ահա։ Բաղադրատոմսը կգտնեք համի աշխարհում, 300 գրամ անհրաժեշտ։ Վայ։ Ջան։ Այդ պետք է մաման տոլմա փաթաթի, եսա ալադիները պատրաստեմ ու անցնենք։ Աղջիկներս արդեն նկարահանումը կարելի ասել համի աշխարհի վերջացրեցի։ Հիմա մնացել է մի քանի հատ պատրաստեմ, այնտեղ թխվում, այնտեղ երեխեքը տանում են։ Չեմ կարող ասել աղջիկեք ջան, բաղադրատոմսից քանի հատ դուրս եկավ։ Կախված է, թե դուք ինչ ձև եք թխում, մեծ, փոքր, քանի սանտիմետր եւ այլն։ Ես այստեղ մի քամաններ ունեմ լվանալու, քանի որ ես գտնվում եմ խոհանոցում, անհնար է խոհանոցում գործ չլինի, հատկապես
Ամաններ լվանալու։ Մանրամասն բոլորը ներկայացրել եմ համիաշխարհում, տեսեք ինչ ընտիր է այսպես վերև բարձրանում, ինչպես է թխվում։ Նույնիսկ մեկը գտրեցի, որպեսզի ցույց տամ ինչպես է թխվել։ Ահա դուք էլ տեսեք։ Գնացեք համիաշխարհ, բաժանորդագրվեք, բոլոր համեղությունները դեռ գտնվում են առջևում։ Ահա։ Պատրաստեք սիրով եւ վայելեք։ Համի մասին էլ չասեմ, աղջիկեր ջան։ Կարող եք համ տեսել կարագով, խտասրած կաթով, ջեմով, մեղրով, թեյով, մուրաբաներով, մի խոսքով ինչպես որ դուք եք ցանկանում։ Կարևորը սիրով եք պատրաստում եւ չստացվելու տարբերակ չկա։ Ահա։ Բարի խմող է յարի աղջիկեր ջան, կաղում եւ բաղադրատոմ։ Համով է Լինա ջան։ Ինչ։ Ջոնի։ Ջան։ Հələ սիրուն հայքի սապոկներդ։ Տանմեք սապոկները հայքել, թե ուրա գնում չգիտեմ։ Ուր ես գնում։ Ջան։ Да. Да. Հաջա։ Ճիշտ է սակե, հա։ Գեղեցկուհի։ Բայ, նոր մեկն էլ եղավ այս ձև։ Տեսեք։ Ինչ ընտիր է ստացվում։ Իսկական ճապոնական է։ Այս մեկը մի փոքր շատ է կարմիր է, բայց ոչինչ։ Համը չի փոխում։ Մեծերից այսպես դասավորելով բարձրանանք վերև։ Մեղրն էլ այսպես ծորացնում եք, կամ խտասրած կաթը ու ասում բարի ախորժեք։ Моя бесita.